Պարոն Ափինյան, ուզում եմ շարունակել եկեղեցու հետ կապված թեման, որովհետև վերջի շրջանում, երբ ես զրուցում եմ մեր ժողովրդի հետ, տարբեր թե հարցումներ են անում, լրագրողական հարցումներ, մեծ վտանգ եմ տեսնում այն առումով, որ ժողովուրդը իսկ կարծում է, որ պետք է շատ համախմբված, այսպես մեր եկեղեցու թիկունքին կանգնած, իհարկե դա այդպես է, հավատավոր մեր ժողովուրդն այդպես է, եւ եթե փորձեք գնալ Էջմիածին, մոտենալ Մայր տաճարին եւ հանկարծ ինչ-որ մեկը զգա, որ որևէ մեկը մոտենում է վնասելու համար կամ հարձակման համար, կտեսնենք ժողովրդի պատը, ինքս ականատես եմ եղել, ինքս էլ կազմել եմ այդ պատը։ Բայց դա ես ուզում եմ համաժողովրդական լինի։ Երբեմն որ հարցումներ են անում, ես այսպես անտարբերություն եմ նկատում եւ հիմա գիտեք ինչ եմ ուզում հարցնել։ Հայ եկեղեցու ինքնության մեջ, հայի ինքնության հաստատման մեջ ուզում եմ ասեք, ինչ դերակատարում ունի հայ եկեղեցին։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը դա հասկանա, թե ինչ դերակատարում ունի իր հայ մնալու գործում հայ եկեղեցին եւ հետեւաբար ինչու մենք բոլորս ազգովի հայ մարդը իր տեսակը, իր գենը, իր շարունակականությունը, իր հայ լինելը պահելու համար պիտի կանգնած լինի հայ եկեղեցու կողքին։ Շնորհակալ եմ այդ հարցի համար եւ միանգամից պատասխանեմ, որ շատերը ասում են ուր է հայ ժողովուրդը, ինչու չեք գալիս, ինչու չեք համախմբվում, գիտեք, ժողովուրդը երբեք ինքը չի համախմբվելու, ովքեր քաղաքականության պատմություն գիտեն, ովքեր հասարակական կյանքի ներքին խնդիրներին իրազեկ են, նրանք գիտեն, որ ժողովրդին չի կարելի այդ բաները պահանջել, միշտ պիտի հայտնվի կազմակերպիչը, մեր բոլոր դարերում, ոչ միայն Հայաստանի, համաշխարհային քաղաքականության մեջ միշտ պիտի հայտնվի կազմակերպիչը, օրինակ բերեմ 1918 թվականին, երբ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ գյուղին թուրքը մատը ուղում էր, ասում էին հանձնում ենք։ Մտել էին Երևան, մտել էին Արարատյան դաշտ, մտել են մոտենում են Ղարաքիլիսային, բոլորը իմ ծննդավայրն է, Լոռին, Վանաձորը, նախկին Կիրովականը, էլ ավելի նախկին Ղարաքիլիսան, թուրքերը մոտենում են, ասում հանձնում ենք։ Զորքը նահանջել էր արդեն, դեպի Դիլիջան են գնացել։ Հայտնվեց Գարեգին Նժդեհը 40 հեքիաթներով, ասաց եթե մեռնենք, մեռնում ենք մեր ձեռքին։ Ու գյուղացիները փոცხու եղանով կանգնեցին կռիվը սկսվեց։ 4 օր թուրքին սատկացրել են, 4 օր։ Ու տեսնելով իմ հայրենակիցների լոռեցիների քաչ հերոսական կռիվը, այն կռիվը, որի հետևանքային որ Վեհիբ Փաշան Փարիզում հայտարարեց, թե Ղարաքիլիսայի մոտ հայերը ապացուցեցին, որ իրենք են Եվրոպայի լավագույն զինվորները, այդ կռիվի տեսնով նահանջող փախած զորքը հետ է վերադարձել։ Այսինքն մեծ առաջնորդ է պետք, որը չկա։ Այս է խնդիրը առաջնորդ, որը գիտի, թե ինչպես համախմբի ժողովրդին, եւ ինձ կարծիքով սա եկեղեցին է։ Ասեմ ինչու։ 18 թվականին, երբ էլի այդնույն ռազմաքաղաքական ղեկավարներ, ոնց անուն չեմ ուզում տալ, որտեղ ամեն ինչ հանձնում էին։ Սարդարապետը հանձնենք, Երևանը հանձնենք, եկան Հասան Էջմիածինն էլ հանձնենք։ Կաթողիկոսին էլ ասում են հերած գնա Սևանում հանգիստ մնա։ Վեհապարին ասում են գնա Սևան կամ Բյուրական, այսեր ենք հանձնում։ Եվ Գևորգ 5-րդ կաթողիկոսը, իդեպ այս հուշը մեզ է մնացել իմ պաշտերի գրող Ստեփան Զորյանից, ես Զորյանագետ եմ գիտեք եւ աշխարհիչափ սիրում եմ այդ գրողի ամեն տողը, Զորյանն է այդ հուշը թողել, ուրեմն Վեհապարը ասում է, եթե իմ բանակը չի կարող իր վեհապարին, իր սրբարանը, իր վեհարանը պաշտպանել, ես սուր կառնեմ ձեռքս ու կընկնեմ վեհարանի աշճանների վրա։ Եվ հրամայում է վեհապարը հնչեցնել Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, հնչեցնում են գյուղերը, քաղաքները, շները, ամեն տեղ եւ ժողովուրդը վեր է կենում ու սատկացնում է թուրքին։ Մենք ուժեղ ենք։ Թուրքը մեր դեմ ոչնչություն է, չի կարող ամեն դիմակայել։ Չի կարող։ Եվ այդ չզինված զորքի առաջ հայոց բանակի արչև չզինված թուրքական բանը խոճապահար փախչում են եւ եթե մի քիչ ավելի շարունակեինք ոչնչացնելու ենք նրանց մինչեւ վերջ սա է հայի ուժը առաջնորդ է մեզ պետք ժողովրդին խնդրեմ երբեք թույլ չտաք հենց ձեր հաղորդումները թույլ չտաք ժողովրդին անբանարկել սա այն ժողովուրդն է որ երբ որ ասացին կալիք կա 5000 հոգի գնացին իրենց մատաղ կյանքը տվեցին բանաստեղծներ տաղանդավոր մարդիկ սիրուն տղաներ նայվես լացդ գալիս ինչ սերունդ է եկել ինչ հրաշալի առաջնորդա պետք արժույց առաջնորդա պետք Հայաստանին որ ու դա եկեղեցին է ու թող Գևորգ 5-րդ սրբազան կաթողիկոսի արարքը դառնա մեզ համար օրինակ սա է որ մեզ պիտի փրկի վերկացեք ճշգրիտ ասեք ինչ եք անելու եւ անպայման այդպիսի առաջնորդի կողքը կանգնողներ են պետք որովհետեւ երբ որ
Գևորգ կաթողիկոսը 5-րդ Գևորգ կաթողիկոսը ասաց, որ ես մնալու եմ ու զոհվեմ Բեհրանի աշճանների վրա, զինվորականը, որ եկել էր մայրաթոր, ասաց, բայց արդյոք միաբանությունը համաձայն կլինի ձեզ հետ, որ դուք այստեղ զոհվեք, Բեհափարը հանձնարարել է միաբանությանը կանչել դահլիճ։ Գալիս են միաբանները, եպիսկոպոսներ, հոգևորականներ, քահանաներ եւ ասում են Բեհափար, մենք քո կողքին ենք, մենք քո կողքին ենք, դե որ իմ կողքին եք ասում է Գևորգ 5-րդ Սուրենյանց կատողը, գնացեք, հնչեցեք հայոց պայքարի զանգերը։ Այս է պայքարը։ Դու սա տեսնում ես այսօր, չկա իցի բան։ Ձեր ասածը թափանցիկ պարզ հստակ ակնարկ չէր սա, հստակ ասեցիք, որ այո, հստակ ասացիք, թե որտեղից պետք է բացվի լույսը։ Դա հայ եկեղեցուց է եւ դա ակնկալիքը մեր կաթողիկոսից է։ Ավելին պետք է անի կաթողիկոսը։ Անպայման ավելի պետք է հայտարարություններ մենք լսում ենք։ Հայտարարությունները բավարար չէ։ Ինչեւ էստեղ կուշտենք։ Թղթերով այսպես ինչ որ բան տեքստեր կարդալ չենք ուզում։ Մենք գործ ենք ուզում եւ ես ուզում եմ որ սա չհնչի որ ինչ որ մենք ասենք նեղն ենք գցում հա մեր վեհափարին ամենևին մենք իր կողքին ենք իր թիկունքին ենք բայց ավելին ենք ուզում որպես հայ հավատավոր ժողովրդի մի ներկայացուցիչ ես էլ եմ այդ կարծիքին պարոն Ափինյան որ մեր վեհափարը մեր առաջնորդը կաթողիկոսը այո այս պայքարը պետք է առաջնորդի իսկ ինչ կասեք այն մարդկանց դիտարկման մասին որ ինչ գործ ունի վեհափարը քաղաքական պայքարի հետ Քթները խոթել են քաղաքականության մեջ, այդ դրա համար էլ լավ է անում Փաշինյանը, ես ասում եմ այդ մարդկանց, հա, մոտեցումներով, ոճով։ Լավ է անում, որ կալանավորում է, ինչ գործ ունեք հոգևոր մարդիկ եք, գնացեք ձեր աղոթքն արեք։ Ոչինչ էլի, որ երկիրը քանդվում է։ Ինչ կասեք այս մասին։ Դրա պատասխանը ես արդեն տվեցի, որովհետև երկիրը քանդվում էր 1918 թվականին։ Ով փրկել էր երկիրը Եվ որևէ ստահակ կարող է հիմա Գևորգ Սրբազան կաթողիկոսի հասցեին ասել, վեհափար դու ինչ գործ ուներ քաղաքականության հետ։